Մերձավոր Արևելքի քարտեզը նայելիս շատերը տեսնում են միայն նավթ, պատերազմներ և անընդհատ լարվածություն, բայց Իրանի շուրջ ձևավորված հակամարտությունը պարզապես տարածաշրջանային վեճ չէ, դա պատմության, գաղափարախոսության, աշխարհագրության և համաշխարհային ուժերի բախման կուտակված արդյունք է։ Այս պատմությունը սկսվում է ոչ թե միջուկային ծրագրից, ոչ թե Իսրայելից և ոչ թե 2025 թվականի լարվածությունից, այլ 1953 թվականից և առանց այդ կետի հասկանալու անհնար է հասկանալ այսօրվա Իրանը։ 1951 թվականին Իրանում իշխանության եկավ վարչապետ Մուհամմեդ Մոսադեղը։ Նա ներկայացնում էր ազգային ճակատը և հանդես էր գալիս երկու հիմնական գաղափարով՝ տնտեսական անկախություն և նավթային հանքավայրերի ազգայնացում։ Մինչ այդ Իրանի նավթը հիմնականում վերահսկվում էր բրիտանական Anglo-Iranian Oil Company-ի կողմից։ Շահույթի հիմնական մասը գնում էր Լոնդոն, իսկ Իրանը ստանում էր մոտ 9%։ Մոսադեղը հայտարարեց. «Նավթը պետք է պատկանի պետությանը»։ Լոնդոնի արձագանքը կտրուկ էր՝ տնտեսական շրջափակում, նավթի արտահանման արգելք, միջազգային մեկուսացում։ Իրանը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ, բայց գլխավոր հարվածը եկավ 1953 թվականի օգոստոսին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ԿՀՎ-ն և բրիտանական M16-ը իրականացրեցին Այաքս գործողությունը։ Կաշառվեցին քաղաքական գործիչներ, կազմակերպվեցին փողոցային անկարգություններ, մամուլում քարոզչական արշավ սկսվեց Մոսադեղի դեմ։ Ի վերջո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում։ Մոսադեղը տապալվեց։ Գահին վերադարձավ շահ Մուհամմեդ Ռեզա Փեհլևին։ Այս պահը դարձավ Իրանի ազգային հիշողության մեջ անդառնալի ճեղք։ Ժողովուրդը տեսավ, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը կարող է տապալվել արտաքին միջամտությամբ, եթե նրա քաղաքականությունը հակասում է արևմտյան շահերին։ Հենց այստեղ ձևավորվեց հակաարևմտյան տրամադրությունների հիմքը։ 1953 թվականից հետո Իրանը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական դաշնակիցներից մեկը Մերձավոր Արևելքում։ Երկիր մտավ ամերիկյան կապիտալը, զարգացավ նավթարդյունաբերությունը, կնքվեցին ռազմական և տնտեսական պայմանագրեր։ 1957 թվականին ստորագրվեց միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման համաձայնագիր Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այդ ժամանակ դրվեց Իրանի միջուկային ծրագրի հիմքը։ 1970-ականներին Թեհրանը համարվում էր տարածաշրջանի ամենաարդիական քաղաքներից մեկը։ Գիշերային ակումբներ, արևմտյան երաժշտություն, միջազգային համերգներ, նորաձևություն։ 1971 թվականին Պերսեպոլիսում շահը կազմակերպեց պարսկական կայսրության 2500-ամյակի շքեղ տոնակատարությունը։ Վրանները նախագծված էին Պիեռ Կարդենի կողմից։ Հյուրերը աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ ու հայտնի դեմքեր։ Սեղաններին սև խավիար և շամպայն։ Բայց այս փայլը պատկանում էր վերնախավին։ Իրանի մեծ մասը ապրում էր աղքատության մեջ։ Անգրագիտությունը բարձր էր, առողջապահական ծառայությունները սահմանափակ էին, սոցիալական վերելքի հնարավորությունները նվազագույն։ Շահը հենվում էր սավակ անվտանգության ծառայության վրա, որը խիստ վերահսկում էր ընդդիմադիրներին։ Արտաքինից Իրանն արևմտյան էր, ներսում կուտակվում էր դժգոհություն։ Այս դժգոհության ֆոնին ի հայտ եկավ այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնին։ Նա քննադատում էր շահի ռեժիմը, արևմտյան ազդեցությունը և սոցիալական անհավասարությունը։ Նրա գաղափարները միավորվում էին կրոնական հավատը, ազգային ինքնագիտակցությունը և հակաամերիկյան հռետորաբանությունը։ Շահը նրան արտաքսեց երկրից։ Խոմեյնին բնակվեց Ֆրանսիայում, որտեղից իր քարոզները ձայնագրություններով և տպագիր նյութերով գաղտնի տարածվում էին Իրանում։ Դրանք լայն արձագանք գտան հատկապես մարզերում և աղքատ շրջաններում։ 1978-ից 1979 թվականներին զանգվածային ցույցերը վերաճեցին հեղափոխության։ Բանակը և ոստիկանությունը այլևս չկարողացան կանգնեցնել ալիքը։ 1979 թվականի սկզբին շահը լքեց երկիրը, Խոմեյնին վերադարձավ և հռչակեց Իսլամական Հանրապետություն։ Իրանն ամբողջությամբ փոխեց իր արտաքին քաղաքական ուղղությունը։ 1979 թվականի նոյեմբերին իսլամիստ ուսանողները գրավեցին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Թեհրանում։ 52 ամերիկացի դիվանագետ պահվեցին պատանդ 444 օր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջիմի Քարթերը փորձեց ուժային գործողություն իրականացնել 1980 թվականի ապրիլի 24-ին։ Գործողությունը չափազանց բարդ էր։
անապատում ժամանակավոր վայրէջքի կետ, ուղղաթիռների վերալիցքավորում, հատուկ ջոկատայինների տեղափոխում Թեհրան, բայց ավազային փոթորիկը տեխնիկական խնդիրները և բախումը օդանավերի միջև հանգեցրին աղետի, սպանվեցին ամերիկացի զինվորներ, գործողությունը ձախողվեց։ Սա մեծ հարված էր Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությանը և խորացրեց թշնամանքը։ Պատանդները ազատ արձակվեցին միայն բանակցությունների արդյունքում։ 1980 թվականին Իրաքի առաջնորդ Մադամ Հուսեյնը ներխուժեց Իրան հույս ունենալով օգտվել հեղափոխությունից, հետո առաջացած անկայունությունից։ Պատերազմը տևեց 8 տարի, սկզբում Իրաքը առաջխաղացում ունեցավ, ապա Իրանը հակամարտված տվեց։ Պատերազմը վերածվեց մաշեցնող հակամարտության, ռմբակոծություններ, ենթակառուցվածքների ոչնչացում, քաղաքների պատերազմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները և մի շարք արաբական երկրներ աջակցում էին Իրաքին, փորձելով թուլացնել Իրանին, բայց ռեժիմը չընկավ։ Իրանը ցույց տվեց, որ կարող է դիմակայել երկարատև ճնշման։ Աշխարհում նավթի մոտ 30%-ը անցնում է Հորմուզի նեղուցով։ Այնտեղ է ռազմավարական ջրային ուղի, որը կապում է Պարսից ծոցը Բաց ծովին։ Մի կողմում Սաուդյան Արաբիան է և Ամերիկայի Միացյալ Էմիրությունները և Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցներ, մյուս կողմում Իրան։ Եթե Իրանը որոշի փակել նեղուցը, կարճ ժամանակով նավթի գները կտրուկ կաճեն, սա անմիջապես կազդի համաշխարհային տնտեսության վրա։ Հենց այստեղ է Իրանի աշխարհաքաղաքական լծակը։ 1990-ականներից Իրանի միջուկային ծրագիրը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր մտահոգությունը։ Իրանը հայտարարում էր խաղաղ նպատակների մասին, Արևմուտքը կասկածում էր ռազմական բաղադրիչների առկայությունը։ 2015 թվականին ստորագրվեց միջուկային համաձայնագիր, որի արդյունքում պատժամիջոցների մի մասը հանվեց, սակայն 2018 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց սահմանափակումները։ Միջուկային թեման դարձավ գլխավոր ճնշման և բանակցությունների գործիք։ Իրանի համար միջուկային ծրագիրը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև ապահովագրություն արտաքին միջամտության դեմ։ Իրանն Իսրայելին դիտարկում է որպես անօրինական պետություն և աջակցում է Իսրայելի հակառակորդ ուժերին Հեզբոլլահին Լիբանանում և Հութիներին Եմենում։ Այս աջակցությունը թույլ է տալիս Իրանի ազդեցությունը տարածել տարածաշրջանում առանց ուղղակի պատերազմ սկսելու։ Իսրայելը Իրանի միջուկային ծրագիրը համարում է գոյաբանական սպառնալիք։ Երկու երկրների միջև արդեն եղել են ուղղակի և անուղղակի հարվածներ։ Այս հակամարտությունը մշտապես պահում է տարածաշրջանը պայթյունավտանգ վիճակում։ Ինչ է իրականում ուզում Վաշինգտոնը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նպատակները բազմաշերտ են՝ կանխել Իրանի միջուկային զենքի ստեղծումը, պահպանել Հորմուզի նեղուցի ազատ նավարկությունը, պաշտպանել տարածաշրջանային դաշնակիցներին, կայուն պահել նավթի գները, սահմանափակել Իրանի ազդեցությունը պրոքսի ցանցերի միջոցով։ Բայց կա ևս մեկ խորքային նպատակ՝ պահպանել աշխարհակարգի վերահսկողությունը։ Եթե Իրանը կարողանում է տասնամյակներ գոյատևել պատժամիջոցների տակ, զարգացնել սեփական ռազմական արդյունաբերությունը և հակադրվել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա դա նախադեպ է։ Եվ հենց այս նախադեպն է, որ անհանգստացնում է Վաշինգտոնին։ Այս հակամարտությունը չի կարելի բացատրել միայն նավթով կամ միայն կրոնով։ Այն ձևավորվել է 1953 թվականի հեղաշրջմամբ, 1979 թվականի հեղափոխությամբ, պատանդների ճգնաժամով, Իրանի-Իրաքի պատերազմով, միջուկային ծրագրով, Հորմուզի նեղուցի ռազմավարական դիրքով, իսրայելական գործոնով։ Իրանը դարձել է միաժամանակ գաղափարական պետություն, տարածաշրջանային խաղացող և համաշխարհային էներգետիկ համակարգի կարևոր հանգույց։ Հակամարտությունը շարունակվում է, որովհետև այն ունի խորքային արմատներ, և մինչ այդ արմատները չլուծվեն, Մերձավոր Արևելքը կմնա աշխարհի ամենավտանգավոր շախմատային տախտակը։